Պարոն Ղազարյան, ամբողջ քաղաքի գիտի այդ մոտորների, հատկապես հնդիկների վարած մոտորների հետ կապված պրոբլեմ, որ վերահսկողությունը ոնց է լինելու, որովհետև ինքը սարսափելի բան է, էլի, բարդ աշխատանք է։ Երկրորդը չգիտեմ, հաստատատերը դուք եք, թե ոչ, ես իրականում վարորդ չեմ, բայց շատ հաճախ այդ բողոքը լսում եմ հետևյալի մասին է։ Էլեկտրոմոբիլների ընդհանրապես գույքարկի հետ կապված, ձիաուժի հետ կապված, որը ժամանակ առաջ ձևավորվել են մի քանի ընկերություններ, որոնք բավականին մեծ գումարի վարձատրության դիմաց թեստ են իրականացրել եւ մեքենայի ձիաուժը իջեցրել է։ Պայմանական այսպես ասեմ, շատ էլ չեմ հասկանում այդ մեքենաները։ Tesla X մեքենայի մարդը 250,000 դրամ վճարել է, ձիաուժը իջեցրել է, ինքը գույքահարկը ավելի քիչ է վճարում։ Մնացած նույն մեքենաները ձիաուժը ավելի շատ են վճարում։ Այսինքն, եթե մի մեքենային տեստ են անում, համարում են այս մոդելի մեքենայի ձիաուժը ցածր է, հնարավոր չի դա տարածվի բոլորի վրա։ Հա։ Շնորհակալություն, առաջի հարցին, ինչ վերաբերում է վերահսկողության էլեմենտին, պարոն Մանուկյան, հենց դրա համար էլ նաև այս կարգավորումն ենք նախատեսում, որպեսզի ուրեմն դրանցից բխող պատասխանատվությունը, դրան շահագործումից բխող պատասխանատվությունը ապահովագրվի եւ մենք տենդենսը նկատել ենք, ասում եք վերահսկողությունը ինչպես է իրականացվելու, ինչպես այլ տրանսպորտային միջոցների պարագայում, թե տեխնիկական միջոցներով, թե բարեկային ծառայության ուրեմն ուժերով վերահսկողություն պետք է իրականացվի այդ մեթոդներով, բացի այդ մենք սահմանել ենք նրանց պարտադիր հաշվառման պահանջ, այսինքն նույնականացուցիչ գոյություն կունենա, ունի արդեն նույնականացուցիչ եւ ուրեմն նույնականացվելու է եւ պատասխանատվություն է սահմանվելու այս նույն գործիքակազմով ինչ որ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ հիմա սա ավելի են խստացնում այն տրամաբանությամբ որ դրանց համար լինեն ապապայմանագրեր, դրանց համար լինի պարտադիր ապահովագրության պահանջ։ Երկրորդ հանգամանքը, երկրորդ հարցը բնականաբար չի առնչվում այս նախագծին, բայց անդրադառնամ էլեկտրոմոբիլների ուրեմն ձիաուժի հաշվարկմանը, կառավարությունում եւս այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվում, այստեղ մենք ունենք ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանության խնդիր, որովհետեւ ԵԱՏՄ-ի ուրեմն օրենսդրությունը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք միասնական էլեկտրոնային անձնագրեր այս մասով, եւ մենք տեխնիկական հնարավորությունների խնդիր ունենք։ Հարգելի լրագրողներ, ձեզ հասկանում եմ, հետաքրքիր չի հարցը, որտեղ դուք չունեք այս տրանսպորտային միջոցը, բայց ցույց տվեք մենք աշխատենք լրության պայմաններում ձեր։ Ըստ այդմ մենք ունենք որոշակի հաշվառման գործողությունների իրականացման հստակեցման անհրաժեշտություն, դրա համար ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան կառավարության որոշման փոփոխության նախագիծ տրանսպորտային միջոցների հաշվառման վերաբերյալ, առաջիկայում կընդունվի, թույլ տվեք դետալները հրապարակել այն պարագայում, երբ որ արդեն կընդունվի կառավարության որոշման նախագիծ, ուզում եմ ասեմ, որ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, նույնիսկ մշակել ենք փոփոխությունների նախագիծ եւ շրջանառության մեջ։ Արձագանք։ Շնորհակալություն, այսինքն կարելի է արձանագրել, որ առաջիկայում հատկապես տարին նոր է սկսում գույքարկի վճարման փուլը չի նոր է սկսվել, կարելի է արձանագրել, որ այդ ձիաուժերի համահարթեցման մեխանիզմներ են մշակվելու եւ վարորդները անիմաստ շատ մեծ գումարներից ազատվելու է։ Պարոն Մանուկյան, մենք փոփոխություն ենք իրականացնում կառավարության այն որոշման մեջ, որը առնչվում է տրանսպորտային միջոցների գրանցմանն ու հաշվառմանը։ Մեր լիազորությունների տիրույթը գրանցում եւ հաշվառումն է, ոչ թե գույքահարկի որոշման կանոնները, ուղղակի սահմանված է, որ գույքահարկը որոշվում է ըստ ձիաուժերի, դա արդեն մեր կարգավորման տիրույթը չի։ Մենք հասկանում ենք, որ այս կարգավորումը որոշակիորեն ազդեցություն կունենա նաեւ գույքահարկի հաշվարկման բազայի վրա, բայց կրկին ցանկանում եմ շեշտադրել, որ մեր փոփոխությունները առնչվելու են կարգին եւ համահարթեցվելու է, թե ինչպես պետք է գրանցվի էլեկտրոնային ներողություն էլեկտրոմոբիլը։